Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ մեր զրուցակիցն է այսօր Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, նույն համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսագիտության տեխնացու Ալբերտ Հայրապետյանը։ Բայց պարոն Հայրապետյան, ես շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի Տիկին Առաքելը։ Ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում, ասում եք դուք ձեր հոդվածում, որը տպագրվել է Ամբերտ տեղեկագրում, եւ թվում է թե գտել եք այն բանալիները, որոնք բացում են Արցախի իրավունքները կոչված դուռը, այո։ Շնորհակալություն, նախ պետք է նշենք, որ այդ դուռը երբեք էլ փակ չի եղել, ընդհանրապես պետք էր տեսնել այդ դուռը։ Տասնյակ տարիներ, երբ խոսում էինք հակամարտության մասին, հակամարտությունը դիտարկել ենք տարբեր ասպեկտներից։ Պատմական, քաղաքական, լիրիկական, տնտեսական դիտարկել ենք թե չէ չգիտեմ, բայց շատ քիչ են հետազոտությունները, ինչու՞ չէ նաև հարցազրույցները, որոնք հարցին փորձել են նայել զուտ իրավական տեսանկյունից, առանց դրան որևէ էմոցիա խառնելու։ Եվ հենց դա է պատճառը, որ միջազգային հանրության առջև տպավորություն է ստեղծվել, որ գործ ունենք տարածքային վեճի հետ։ Այնինչ սա տարածքային վեճ չէ եւ հիմա բացատրեմ թե ինչու։ Նախ պետք է նշենք, որ Խորհրդային Միության սահմանադրությունը նախատեսում էր հանրապետությունների անջատում։ Եվ այդ սահմանադրությունն կատարածելու համար սահմանադրությունից բխող օրենքներ կային։ Օրենքներից մեկն էլ ասում էր, որ եթե հանրապետություններից մեկում հանրաքվե է տեղի ունենում, ապա հանրապետության ներսում գտնվող ինքնավար մարզում, ինքնավար հանրապետություններում եւ այլն, նույնպես կարող է տեղի ունենալ հանրաքվե, եւ այդ ինքնավար միավորները կարող են իրենք որոշել այդ հանրապետության հետ միասին դուրս են գալիս, թե մնում են Խորհրդային Միության կազմում եւ այլն։ Դա իրավական հիմքերից մեկն է։ Սա մեկ հիմք։ Երկրորդը, ինչու սա չի կարելի դիտարկել որպես միջպետական վեճ եւ դա ինչու մեր շահերից չի բխում։ Նախ ասեմ ինչու չեն կարող դիտարկել եւ հետո ասեմ ինչու մեր շահերից չի բխում։ Քանի որ երբեք Լեռնային Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։ Ինչու եմ շեշտում դեմոկրատական հանրապետության կազմում, որովհետև Ադրբեջանը ինքն իրեն Խորհրդային Միության իրավահաջորդ չի ճանաչում, Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չի ճանաչում։ Ավելին իր անկախության հռչակագրում նշում է անեքսացիա բառը։ Այսինքն ինքը կարծում է, որ այնինչ արել են խորհրդային զորքերը, դա անեքսացիա է, բռնակցում հայերեն։ Եվ ինքն իրեն համարում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, բայց ներեցեք Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղ միավորում չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ինչու դա մեր շահերից չի բխում։ Եթե մենք դիտարկենք X պետությունը պայմանական որպես մայր պետություն, իսկ X պետությունից անջատվել ցանկացող Y միավորումը որպես դուստր պետություն, ապա ես ուզում եմ առանձնահատուկ կերպով ընդգծել, որ 1945 թվականից հետո միայն մի դեպք է տեղի ունեցել, մեկ դեպք, որ առանց մայր պետության համաձայնության միջազգային հանրությունը ճանաչել է այդ դուստր պետության անկախությունը։ Բանգլադեշի դեպքն է տեղի ունեցել, առանց Պակիստանի համաձայնության միջազգային հանրությունը ճանաչեց Բանգլադեշի անկախությունը։ Մնացած բոլոր դեպքերում Էրիթրեա եւ Եթովպիա, Սուդան եւ Հարավային Սուդան եւ այլն դժկամորեն պատերազմի արդյունքում թե ստիպված, թե կարող ենք ձևակերպել ինչպես ուզում ենք, մայր պետությունը, եթե պայմանականորեն Սուդանը Օմար Ալ-Բաշիրի ղեկավարած Սուդանը համարենք մայր պետություն, Հարավային Սուդանը դուստր պետություն, մայր պետությունը համաձայնվել է, որ Հարավային Սուդանը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ Արցախի դեպքում մայր պետությունը Արցախի դեպքում պետք է միջազգային հանրությանը հրամցնել, որ մայր պետություն չկա այդպիսի բան։ Ադրբեջանը այստեղ մայր պետություն չի կարող համարվել, քանի որ նրա կազմում չի եղել։ Եվ հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքը տեղի է ունեցել հանրաքվե։ Եվ մեկ բան էլ պետք է ասեմ։ Դրա իրավաչափության վերաբերյալ Արցախի չէ, Կոսովոյի հարցի իրավաչափության վերաբերյալ միջազգային արտադատության միջազգային դատարանին, ՄԱԿ-ի արտադատության միջազգային դատարանին գլխավոր անսամբլյան դիմել էր խորհրդատվական կարծիք հարցնելու համար։ Արտադատության միջազգային դատարանը նշել էր, որ ինքնին անկախության հռչակումը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լինել հակաիրավական։ Եվ դա արտադատության միջազգային դատարանը հիմնավորել էր նախորդ դարերում պետությունների հռչակման պրակտիկան հաշվի առնելով։ Այսինքն դա ապօրինի ոչինչ չէր տեսել։ Իսկ ինչ վերաբերում է այն բանաձևերում, որտեղ նմանատիպ գործընթացները դատապարտվում են անվտանգության խորհրդի կողմից,
Արտադրության միջազգային դատարանը կարծում էր, որ տեղին չէ Կոսովոյի հետ զուգահեռներ անցկացնելը, քանի որ այն դատապարտող բանաձևերում օրինակ Կոնգոն եւ Կատանգան, որ փորձում էր անկախանալ, ես օրինակ եմ բերում։ Այնտեղ այդ ամենը ուղեկցվել է բռնություններով։ Այսինքն դատարանը այդ անկախության ճանաչման փաստի մեջ ինքնին ոչ մի հակաիրավական բան չի գտել Կոսովոյի պարագայում։ Սա պետք էր հաշվի առնել նաև մեր իրավական արգումենտացիան ավելի ուժեղացնելու համար։ Պարոն Հայրապետյան, տեսեք, դուք ասում եք, որ մեր խնդիրն այն էր, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ընկալեց որպես միջպետական տարածքային վեճ, ոչ թե պարզապես տարածքային վեճ, այլ միջպետական։ Մենք հիշում ենք, որ դեռևս 94 թվականին, երբ ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, համաձայնագիրը, այսպես ասենք, այնտեղ դրվեց Հայաստանի Հանրապետության ստորագրությունը։ Եվ այնուհետև մենք գիտենք ՄԱԿ-ի բանաձևերը, որտեղ Հայաստանի Հանրապետություն ձևակերպում կար։ Եվ մենք գիտենք, որ այսօր եւս մենք որ ստորագրել ենք նոյեմբերյան փաստաթուղթը, ես ինձ թույլ կտամ ցիտել դա։ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կողմեր։ Մենք դարձել ենք կողմ Հայաստանի Հանրապետությունը։ Հա, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, այսինքն մենք այն ժամանակ 94-ին օկուպացված տարածքներից պետք է հայկական կողմերը դուրս բերեր Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա պետք է իր դիրքերում զբաղեցրած դիրքերից, չգիտեմ, մնար եւ հետագա հաջորդ կետը ներեցեք Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում այնտեղ Քելբաջար եւ այլն այս վերջի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունն է դառնում ֆիգուրանտ։ Դրա համար մենք խնդրեմ ունենք նաև, երևի թե իմ հարցն է, միջպետական տարածքային վեճի է վերածվել սա, ոչ թե այլ դուք հետագայում ձեր ասելիքում կասեք ազգերի ինքնորոշման իրավունք եւ այլն, ժողովուրդների ներեցեք, այո, ճիշտ եք ուղում, ժողովուրդների ինքնորոշման։ Մենք ինչպես տրանսֆորմացրեցինք դա, դարձնելով միջպետական տարածքային վեճ։ Շատ լավ, հարցը չափազանց ծավալուն է, ես փորձեմ պատասխանել բաղադրիչ առ բաղադրիչ։ Նախ դուք խոսեցիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերի մասին, որոնք 93 թվականին են ընդունվել։ Ի պատիվ այն ժամանակվա դիվանագիտության պետք է նշել, որ այնտեղ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչվել որպես օկուպանտ, որպես ագրեսոր։ Այնտեղ գրված են տեղական հայկական ուժեր արտահայտությունն է օգտագործված, սա մեկ։ Եվ եթե զուգահեռներ անցկացնենք օրինակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված այլ բանաձևերի հետ, օրինակ Ռոդեզիայի պատերազմի պարագայում Rhodesian Bush War, այդպես էր կոչվում։ Այնտեղ բառամթերքը շատ ավելի կոշտ էր։ Այնտեղ օգտագործվում է racist illegal regime, նման բառամթերք է օգտագործվում եւ շատ դատապարտող բառամթերք է օգտագործում այդ ռեժիմի հասցեին։ Արցախի վերաբերյալ նման բառամթերք օգտագործված չի։ Երկրորդը դուք նշեցիք, որ այնտեղ Հայաստանի Հանրապետության ստորագրությունն է։ Իսկ ինչու չպետք է լիներ։ Չէ՞ որ այդ բանաձևերի մեջ նշված է, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Բառերի մակարդակով չեմ ցիտում, բայց իմաստը դա էր։ Հայաստանը կատարել է իր միակ պարտավորությունը։ Կատարել է տարիներ շարունակ օգտագործել իր ազդեցությունը իսպաս հակամարտության խաղաղ կարգավորման։ Եվ հենց այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել 94 թվականի զինադադարի տակ նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը։ Լավ։ 2020 թվականին իրավիճակն արդեն այլ էր, քանի որ ինչ որ փուլում Արցախը դուրս մնաց բանակցային սեղանից, երբ որ արդեն փոխվեց ղեկավարությունը Հայաստանում, տեղի ունեցավ առաջին նախագահի հրաժարականը եւ այլն, դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում եկած իշխանությունների քաղաքականության արդյունքում Արցախը այլևս չեղավ բանակցային կողմ, այո, եւ տրամաբանական էր, որ 2020 թվականին չէր կարող լինել նաեւ Արցախի ստորագրությունը որպես սուբյեկտ, քանի որ տարիներ շարունակ բանակցային կողմ չէր։
Իսկ հիմա վերադառնանք այն հարցին, որ ես ոչ մի հարց չեմ շրջանցելու, հակամարտության կողմ է, թե կողմ չէ։ Այո, կողմ է, եւ մենք չպետք է դրանից վախենանք, չպետք է խուսանավենք, չպետք է ճշմարտությունը չասենք։ Կողմ է եւ դա ամրագրված է եղել ՀՀԿ-ի գագաթնաժողովի արձանագրություններում կարծեմ, ինչպես նաեւ նախագահի Պրահայի պարզաբանման մեջ 95 թվականին։ Ներեցեք հակամարտության կողմի ում մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետության, այո, կողմ է։ Բայց որ նշում են այ Ադրբեջանի ուզածներն է, որ մենք լինենք հակամարտության կողմ, ոչ։ Ադրբեջանի ուզածն այն էր, որ մենք պատերազմի կողմ լինեինք։ Ինչը նրան չհաջողվեց։ Այս հայտարարությամբ մենք դառնում ենք պատերազմի կողմ։ Նրան չհաջողվեց մեզ պատերազմի կողմ ներկայացնել։ Քանի որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ մենք որպես պատերազմի կողմ նշված չենք, նշված են տեղական ինքնապաշտպանական ուժեր, local armed forces։ Այո, 20 թիվն եմ ասում։ Դրանից հետո եղել է ՄԱԿ-ի ինչ-որ բանաձև։ Չէ, 20 թիվ ունենք մենք, հայտարարություն ունենք ՄԱԿ-ի հետ, չէ։ Բայց եթե այն ժամանակ էլ ենք կողմ եղել։ Հիմա էլ ենք կողմ։ Այո, կողմ ենք, բայց մենք պատերազմի կողմ չենք, մենք ագրեսոր չենք, որևէ տեղ ՄԱԿ-ի համենայն դեպս փաստաթղթերում մի կողմ թողենք գլխավոր ասամբլեայի ոչ պարտադիր իրավական ուժ ունեցող բանաձևերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերից եւ ոչ մեկում մեզ որպես պատերազմի կողմ կամ օկուպանտ չեն ներկայացրել, սա մենք պետքա շեշտենք, սա մենք պետքա ընդգծենք։ Ներեցեք, եթե ասում են օկուպացված տարածքներից դուրս բերել օկուպացված տարածքներ չի նշանակում ինչ որ մեկն էլ օկուպացրել է այդ տարածքները։ Ո՞վ է այդ ինչ որ մեկը, Հայաստանի Հանրապետությունը նշված չէ այդպես։ Հայաստանի Հանրապետության միակ պարտավորությունն էր օգտագործել իր ազդեցությունը խնդրի խաղակարգավորման համար, ինչը վերջինս փորձել է անել, ի տարբերություն մյուս կողմի, որը անընդհատ պարալիզացրել է բանակցային process-ը։ Բարի, ձեր մեկ այլ վերլուծության մեջ առաջ եք քաշել Արցախյան խնդրին վերաբերող 10 հարց։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։ Համաձայն եք։ Հետաքրքիր են ձեր հարցերը, ճիշտն ասած, որը դուք ինքներդ ձեզ տվել եք եւ ինքնահարցազրույցի ֆորմատով։ Այո, շատ հետաքրքիր դարձավ դա։ Առաջին հարց. Միջազգային իրավունքի տեսանկյունից որքանով է իրավական Արցախի անկախության հռչակումը։ Ես կարծում եմ արդեն դրա մասին խոսեցի, որ Արդարադատության միջազգային դատարանը տվել է խորհրդատվական կարծիք, ընդառաջ գնալով գլխավոր ասամբլեայի խնդրանքին, որ սուբյեկտի կողմից ինքն իրեն անկախ հռչակելը ինքնին չի հակասում միջազգային իրավունքին։ Այսինքն մենք ունենք արդեն բարձր հեղինակավոր, ես կասեի ամենաբարձր դատարանի կողմից այդպիսի խորհրդատվական կարծիք։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չունի իրավական որոշակիություն։ Սա է խնդիրը։ Թե չէ դրա մեջ որևէ հակաօրինական բան չկա, հաշվի առնելով դա եւ հաշվի առնելով այն, որ դա խարսխված է եղել խորհրդային միության սահմանադրության եւ օրենքների վրա։ Բարի, ինչ պետք է հետևեր այդ հռչակումից հետո, որ չարվեց եւ չամրագրվեց այդ հռչակումը։ Այսինքն այդ հռչակումը մնաց ինքնահռչակում։ Սա այն հարցն է, երբ հատվում են իրավունքը եւ քաղաքականությունը։ Ես միշտ ձեռնպահ եմ մնացել այլ ոլորտներ մտնել, չնայած ինքս կրթությամբ իրավաբանել չեմ, բայց տեսել եմ ակադեմիական գրականության մեջ այդ բացը, այդ պակասը իրավահեն փաստարկներ բերելու, դրա համար որոշել եմ հավաքել այդ գիտելիքները, ուսումնասիրել եւ խոսել միայն իրավունքից։ Բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ միջազգային հարաբերությունների համակարգը չափազանց անարխիկ է։ Չկա միջազգային ոստիկանություն, չկա միջազգային դատարան։ Մենք հիմա դրա մասին էլ կխոսենք, օրինակ ես կասեմ, որ եթե երկու կողմերը համաձայն չեն, Արդարադատության միջազգային դատարանը չի կարող հարցը քննել։ Երկու կողմերի համաձայնությունն է պետք, մենք դրան կանրադառնանք, օրինակ ներպետական դատական համակարգում դա այդպես չէ։ Եթե ես տիկին Առաքելյանին ուզում եմ դատական հայց ներկայացնել իր դեմ կամ հակառակը, հա, ինձնից էլ, ապա նրա համաձայնությունը պետք չի։ Բայց տեսեք, կան հարցեր, եթե վերաբերվում է մեծ պետություններին, խոշոր պետություններին, որ մանավանդ նրանց, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, որ այո նրանց հաջողվել է ինչ որ առումով շրջանցելով գրված թղթի վրա գրված օրենքները հասնել իրենց քաղաքական նպատակների իրագործմանը։ Ես բերեմ կոնկրետ օրինակ։ Շատ քչերը լսած կլինեն հավանաբար Չագոս կղզիախմբի մասին, որը պատկանում է աֆրիկյան մի կղզի պետության, կոչվում է Մաուրիտուս։ Ամբողջ աշխարհն ընդունում է ներառել Եվրոպական միության բոլոր երկրները։ Կարծեմ Հունգարիայից բացի, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ձեռնպահ քվեարկել պետքա նայեն, վստահ չեմ, որ դա պատկանում է Մաուրիտուսին։ Բացառությամբ երկու պետության՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ։ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի արդյունավետ վերահսկողության տակ է այսօր գտնվում Չագոս կղզիախումբը։
Բայց ամբողջ աշխարհը ընդունում է, որ դա Մաուրիտուսի տարածքային ամբողջականության հարց է։ Արդյոք դա համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության տառին եւ ոգուն։ Ձեռնպահ կմնան պատասխանել։ Բայց միայն մի բան կարող եմ ասել, որ նման պետությունների հետ համատվելուց առաջ պետք է հիշենք, որ այնինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին։ Կներեք, ողջ արգանքով հանդերձ։ Ես գիտեմ, որ սրանից հետո քննադատության մեծ հեղեղ է բարձրանալու, բայց եկեք իրատես լինենք։ Իսրայելը իր տարածքից 3 անգամ ավելի մեծ տարածք զիջեց, լինելով պրագմատիկ, լինելով միտված խաղաղությանը, որ հիմա Google-ով պոյսկ տանք կտեսնենք Իսրայելը 22000 քառակուսի կիլոմետր, Սինայի թերակղզին 60000 քառակուսի կիլոմետր, 60000 քառակուսի կիլոմետր զիջեց, Եգիպտոսի հետ խաղաղության պայմանագիր կնքեց, կարծեմ 1979 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այո, տիրեց խաղաղություն։ Որովհետեւ իրենք գուցե այնտեղ էլ կային սուբյեկտներ, որոնք ասում էին, որ ոչ, մենք սա կվերցրել ենք պատերազմով, որ այստեղ արյուն է թափվել եւ այլն, բայց նրանք պրագմատիկ մոտեցում ցուցաբերեցին եւ զիջելով մասը, որը նախկինում Իսրայելի պետության կազմում չի եղել, երբ որ Իսրայելի պետությունը դարձավ անկախ, խրճակվեց ինքնին անկախ, Բեն-Գուրիոնը դա դարձավ առաջին նախագահ 48 թվականին, եթե չեմ սխալվում, մասը չի եղել այդ Սինայի կղզին։ Զիջելով մասը նրանք կարողացան պահպանել ամբողջը։ Մեզ շատ բան չհաջողվեց, մեզ պրագմատիզմը պակասեց, մեզ իրավահեն փաստարկները պակասեցին, մեր փաստարկները շատ իրեդենտիստական էին, Տիկին Գայանե, շատ իրեդենտիստական էին, այսինքն մենք բերում էինք պատմական փաստարկներ, ինչը ճիշտ է։ Այո, ոչ մեկ չի կարող հերքել, որ դա իրոք մերն է, հայկական հող է եւ ցանկացած մարդ, որ տեսնում է այդ Վիլսոնյան քարտեզները, իհարկե, եթե նա հայրենասեր մարդ է, սիրում է իր հայրենիքը, ոգևորվում է։ Դա բնական է։ Ադրբեջանը ասում է, դուք ընդամենը 100 տարի եք այստեղ ապրում, ոնց թե չեն վիճարկում, լավ էլ վիճարկում են։ Մի հատ կարդացեք ինչ են ասում ադրբեջանցիները։ Շատ լավ։ Այսինքն դա էլ չեն կարողացել ապացուցել։ Այլ հարցեր, որ դրանով չի հարցը լուծվում։ Միջազգային պատմագրությունն ինչ ասում, բայց նույնիսկ այդ տիրույթ նույնիսկ մտնել էլ պետք չի։ Ցանկացած կրթված բանական խելացի մարդ կարող է հումորով վերաբերվել այդպիսի փաստարկների։ Ինչպես մենք անում ենք, հարցը դա չէ, մենք դա անում ենք, բայց մենք խոսում ենք իրավական հիմքերի մասին, ճիշտ է։ Ընդհանրապես հիմքերի մասին։ Իրավական հիմքը մեզ պետք էր նրա համար, որպեսզի ավելի ամրապնդեինք մեր այդ փաստարկները, որպեսզի երկաթյա կամ եթե կուզեք պողպատյա կամ չգիտեմ ինչիա հիմք ունենար մեր ցանկացած փաստարկ, մեր գործողությունները ունենային արդարացում։ Այո։ Բայց եթե մենք ուզում էինք հարցի կոնկրետ լուծում, մենք պետք է պրագմատիզմ դրսևորեինք։ Չկա, ես գիտեմ հաջորդ հարցը ինչ է կարդալու։ Կարդամ։ Որ դատարանում կարող է այդ հարցը լուծվել։ Համեցեք։ Պատասխանեք արդեն։ Ինքներդ ձեր հարցին։ Անընդհատ մեզ սպառնում են, հեսա մենք ձեր դեմ դատ ենք ներկայացնելու, դատական հայց ենք ներկայացնելու, 5 միլիարդ ենք ուզելու, 50 միլիարդ, ինչ թիվ ասես տեսել եմ։ Ես կուզենայի, որ ցանկացած մարդ, ցանկացած ընթերցող, էկրանից անդին գտնվող, որ տեսնում է այդպիսի բաներ են գրված, ինքն իրեն հարց տա։ Որտեղ են ներկայացնելու այդ պահանջները, տեղը թող ցույց տան։ Սկսենք հերթով դատարանները մի հատ վերլուծենք։ Կարող դա հնարավոր է, թե հնարավոր չի։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Թող բացեն կարդան ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ դրանքից արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը։ Այնտեղ պետությունները միմյանց դեմ հայց են ներկայացնում միայն դիմացի կողմի համաձայնությամբ։ Կան երկրներ, որոնք դեկլարացիա են ստորագրել, հիմք ընդունելով կանոնադրությունը, որ փոխադարձության սկզբունքով իրենք համաձայն են, որ այո, իրենց դեմ այդ հայցերը ներկայացվեն։ Ոչ մենք, ոչ Ադրբեջանը այդպիսի դեկլարացիա չենք ստորագրել։ Այսինքն, եթե շատ կարճ ու նույն բանը մի քանի անգամ չկրկնենք, մինչև մեր համաձայնությունը չլինի, նրանք որևէ հայց մեր դեմ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան չեն կարող ներկայացնել։ Գնացինք առաջ։ Հաագայում նույն շենքում գտնվում է արբիտրաժի մշտական դատարանը, անգլերեն սա կոչվում է PCA, Permanent Court of Arbitration։ Հայերեն վստահ չեմ, որ ճիշտ եմ թարգմանում, ակադեմիական գրականությունը, որ կարդում եմ հիմնականում անգլերեն է։ Սրա հիմնարար փաստաթղթերը չենք ստորագրել ոչ մենք, ոչ Ադրբեջանը։ Այսինքն մենք ստեղ անդամ չենք Permanent Court of Arbitration։ ԵԱՀԿ-ում գործում է հաշտության եւ արբիտրաժի դատարան 94 թվականի Ստոկհոլմյան կոնվենցիայի հիմքով է սա ստեղծվել։ Գտնվում է Շվեյցարիայում։ Մի զավեշտալի փաստ ասեմ, որ ստեղծման օրվանից այս դատարանը ոչ մի հայց չի քննել, ոչ մի գործ չի քննել։ Պատկերացնում եք։ Մենք Ստոկհոլմյան այդ կոնվենցիան ԵԱՀԿ-ի հաշտության եւ արբիտրաժի դատարանի ստեղծմանը վերաբերող ստորագրել ենք, վավելացրել ենք, Ադրբեջանը չի ստորագրել, չի վավելացրել։ Ձեր հարցից մեկում ինչու Հայաստանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը։ Խոսքը միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին է։ Նախ հասկանանք, թե արդյոք
այդ ռազմական հանցագործներին հարևան պետության հնարավոր է Հաագայի դատարանի արժև կանգնեցնել ներողություն Հռոմի չէ Հաագայի դատարանի որ հստակ լինի նախ նշեմ որ Հաագայի դատարանը ՄԱԿ-ի ընտանիքի անդամ չէ ՄԱԿ-ի ստրուկտուրայից դուրս է գործում է հիմք ընդունելով Հռոմի կանոնադրությունը ստեղծվել է որպեսզի քննի 4 տեսակի հանցագործություններ ցեղասպանության հանցագործություններ ագրեսիայի հանցագործություններ մարդկության դեմ կատարված հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ մեխանիզմը ինչպես է կամ պետությունը կարող է դիտմել դատարանին կամ դատարանի դատախազը որը ներկայումս կարծեմ ներկայացնում է Գանա պետությունը proprio motu սեփական նախաձեռնությամբ կարող է հետաքննություն բացել կամ մեկ այլ պետություն կարող է դիմել կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է դիմել կարող ենք մենք այդ մարդկանց կանգնացնել Հաագայի առաջ տեսականորեն այո պրակտիկ ոչ ինչու պրակտիկ ոչ մենք ենք ՄԱԿ-ի Հռոմի կանոնադրությունը հա Հռոմի կանոնադրությունը վավերացրել Ադրբեջանը նույնիսկ չի ստորագրել մենք գոնե ստորագրել ենք չենք վավերացրել Ադրբեջանը նույնիսկ չի ստորագրել ոչ մենք ոչ Ադրբեջանը միջազգային քրեական դատարանի անդամ չենք իսկ ինչ է նշանակում տեսականորեն այո մի դեպքում եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դիմի միջազգային քրեական դատարանին իսկ դա ինչպես է հնարավոր այն մարդկանց համար որովհետև պարտադիր չի որ բոլորը միջազգային իրավունք իմանան բացարձակապես ոչ էլ անհրաժեշտ է ասեն որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում որոշումների կայացման համար անհրաժեշտ է մշտական անդամ պետությունների միակարծությունը ովքեր են այդ մշտական անդամները Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան եւ Ռուսաստան եթե պետություններից մեկը դեմ է դրան շատ հաճախ անվանում են վետոյի իրավունք տեսության մեջ գրված է որ միանման քվեարկությունը պրակտիկայում նույնիսկ ձեռնպահը համարվում է որ տվյալ պետությունը դեմ չէ կա նաև մեկ այլ խոչընդոտող հանգամանք որը ես պայմանական անվանում եմ 6-րդ վետո ինչն է դա բացի նրանից որ մշտական անդամների միակարծությունն է անհրաժեշտ նաև անհրաժեշտ է որ անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ լինեն անվտանգության խորհրդում կա 15 անդամ 5 մշտական 10 ոչ մշտական Շատ հավանական է որ բոլոր 5 անդամները մշտական անդամները լինեն կողմ X որոշմանը սակայն 8 ոչ մշտական անդամ լինի դեմ տվյալ դեպքում 8-7 հարաբերակցությամբ որոշումը չի ընդունվի սրանից ես պայմանականորեն ես ինքս օրինակ կանվանայի 6-րդ վետո դուք պատկերացնում եք քաղաքական առումով ինչ դժվար կլինի մի կողմ թողնենք դեռ ոչ մշտական անդամներին մշտական անդամների միակարծությանը հասնել որ այդ պետությունները դիմեն միջազգային քրեական դատարանին որը տեղակայված է Հաագայում որ վերջինս սկսի հետաքննել ադրբեջանցիների ռազմական հանցագործությունները դա գործնականում անհնար է թող ես սխալվեմ բայց դա անիրատեսական է ուստի հնարավոր է այդ մարդկանց կանգնեցնել դրա առաջ գործնականում ցավոք սրտի ոչ Այսինքն ոչ իրենք կարող են ինչ-որ բան անել ոչ մենք Մենք անդամ չենք դուք այդ հարցը տվեցիք չէ մենք ինչի չենք ստորագրել Հռոմի կանոնադրությունը Մենք ստորագրել ենք չենք վավերացրել Իսկ ինչու չենք վավերացրել որովհետև եղել է սահմանադրական դատարանի բացասական եզրակացություն դա միջազգային պայմանագիր է եւ ըստ մեր սահմանադրությամբ դրա համար անհրաժեշտ է սահմանադրական դատարանի դրական եզրակացությունը Հիմա հարց կառաջանա այս սահմանադրական դատարանը ինչի է բացասական եզրակացություն տվել Եթե չեմ սխալվում, բացասական եզրակացությունը տրվել է 99 թվականին, կամ 97 կամ 99 Պատճառը եղել է հետևյալը ըստ մեր սահմանադրության նախագահը ունի ներում շնորհելու իրավունք Այսինքն եթե X անձը կատարում է հանցագործություններ Ենթադրաբար այդ թվում նաև նույնիսկ ենթադրենք պատերազմական հանցագործություն է կատարել, ցեղասպանության հանցագործություն է կատարել եւ դատախազը որոշել է որ պետք է սեփական հայեցողությամբ հետաքննություն սկսի, ապա այստեղ կոմպրոմիսի է ենթարկվում նախագահի ներում շնորհելու իրավազորությունը։ Այսինքն եւ հենց դա հիմք ընդունելով որպեսզի չստորադասվի, չստորադասվի, այո, շատ ճիշտ նշեցինք։ Եվ հենց դա հիմք ընդունելով մեր սահմանադրական դատարանը չի տվել դրական կարծիք, բայց այստեղ ես մի ավելի հետաքրքիր բան ասեմ։ Լավ, 99 թվականին չի տվել։ Դրանից հետո եղել է երկու սահմանադրական փոփոխություն 2005 եւ 2015 Այդ ժամանակ փոխվել է սահմանադրությունը բայց ներում շնորհվելու իրավունքը մնացել է պահպանվել է
Մյուս կողմից, երբ որ մենք SEPA-ն ստորագրեցինք Եվրոպական միության հետ, խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը, դրա 6-րդ հոդվածում ասում է, որ մենք պետք է անդամակցենք միջազգային քրեական դատարանին։ 6-րդ հոդվածով SEPA-ի Comprehensive Enhanced Partnership Agreement։ Ինչ են կարել ասողությամբ։ Ախր իրավական կազուս է առաջանում, էլի, ոնց կա, եթե ու այդ նույն SEPA-ին սահմանադրական դատարանը տվել է դրական կարծիք։ Դրական չի առաջ SEPA-ի վավերացմանը, Հայաստանի սահմանադրական դատարանը։ Այսինքն դու հիմք վկայակոչելով քո սահմանադրությունը ասում ես նախագահը չի ունենա ներում շնորհելու իրավունք եւ արգելակում ես Հայաստանի Հանրապետության կողմից Հռոմի կանոնադրության ստորագրությունը, Հայաստանի անդամակցությունը միջազգային քրեական դատարանին, մյուս կողմից SEPA-ին ես դրական կարծիք տալիս, այն դեպքում որ 6-րդ հոդվածը ասում է որ պետք է միանան քրեական դատարանին։ Այդ խութերը ինձ մի հացրեք չգիտեմ։ Ոնց են այդ խութերը լուծվում։ Ոնց են լուծվելու, որ պետք է փաստի առաջ կանգնենք եւ լուծենք։ Դե այս պահին համենայն դեպս հանրային դիսկուրսում նման հարցեր չկան։ Անհրաժեշտություն չի եղել, որովհետեւ։ Դե նախադեպ չի եղել, խնդիր չի եղել։ Լավ, վերադառնանք Արցախին։ Գիտական հանրույթ է սրանից։ Վերադառնանք Արցախի հարցին։ Վերադառնանք։ Բայց բարի, ձեր հարցերից ինքնահարցից մեկը։ ՄԱԿ-ը արդյոք ՄԱԿ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Նախ ՄԱԿ-ը պետք է ճանաչի, թե չճանաչի, դա ինչ է նշանակում, ՄԱԿ-ն է ճանաչում։ Տեսեք, արդյոք միջազգային հարցը հարց ավելի լայն է, ուզում եք ես ամբողջ հարցը, որքանով են հիմնավոր ադրբեջանական կողմից հաճախ լսվող այն պնդումները, համաձայն որոնց Հայաստանը օկուպացրել է այս Ադրբեջանի տարածքի մի մասը, որքանով են հիմնավոր այդ պնդումները, ասում եք դուք, եւ արդյոք ՄԱԿ-ը պետք է ճանաչել է Արցախը, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Շատ լավ։ Հայաստանի մասով ես արդեն ասացի, որ որպես օկուպանտ չի ճանաչվել, իսկ հիմա խոսենք նախկին Լղիմի տարածքի մասին, հա, եթե կարելի է։ Տեսեք, 93 թվականի բանաձևերում հստակ նշված էին այն տարածքները, որոնք պատերազմի արդյունքում աշճանաբար հայտնվում էին հայկական ուժերի արդյունավետ վերահսկողության ներքո։ Այնտեղ չի գրված Շուշի, այնտեղ չի գրված Հադրութ, այնտեղ չի գրված Ստեփանակերտ եւ այլն։ Եվ երբ որ դու օգտագործում ես բառամթերք տեղական ուժեր, հա, ենթադրվում է, որ ինչ որ միտեղ տեղակայված են այդ տեղական ուժերը։ Եվ եթե դու չես դատապարտում այդ տեղական ուժերի նախկին լղիմ սահմանների ներսում տեղակայված լինելը, ուրեմն կարող ենք մենք էլ ենթադրել, որ դու լռելիային համաձայն ես այդ հանգամանքի հետ։ Ներողություն փակագծերում հարցնեմ, եւ դուք ասեցիք, բայց ես ավելի ընդգծեմ, սահմաններն էլ չեն ընդգծած, թե ինչ սահմանների մասին է խոսքը։ Սահմանների, տեսեք, ինքը միտեղ դատապարտում է Քարվաճարի հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվելը Զանգելյանի եւ այլն, բայց նախկին լղիմ տարածքի մասով այնտեղ ոչինչ ասված չէ։ Դուք խոսում եք այն ՄԱԿ-ի բանաձևերի մասին, բանաձևերի մասին։ Այո, այսինքն այդտեղից մենք էլ կարող ենք շատ Դրանք շրջաններ են, պարզապես, նշված շրջաններ են։ Նշված են կոնկրետ շրջաններ, ամեն մի բանաձև 1 կամ 2 շրջաններ վերաբերում։ Ելնելով այն իրողությունից, թե այդ ժամանակահատվածում ինչքան են առաջ գնացել։ Այո, իրողությունից, թե արդյունավետ վերահսկողության տակ ինչ շրջաններ են հայտնվել։ Եվ նախին լղիմի տարածքի մասին բառ անգամ այդտեղ չկա։ Կոնկրետ այլ շրջանների մասին են, անվտանգության գոտի կարող ենք անվանել։ Այո, ամեն բանաձև կոնկրետ շրջանի է վերաբերում։ Դա կարող ենք անվտանգության գոտի անվանել, դա կարող ենք մեկ այլ բան անվանել, բայց դա կոնկրետ շրջանի է վերաբերում։ Բանաձևերը թվերով եմ արդեն անգամ։ Վերադառնում եմ Ղարաբաղը որպես Ադրբեջան տարածք, եւ դուք բերում եք ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի ճանաչումը։ Ոչ թե ՄԱԿ-ի ճանաչումը, այլ անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այո, ես ճիշտ չեմ համարում այդ ձևակերպումը։ Ես էլ ճիշտ չեմ համարում ու վստահ չեմ, որ ՄԱԿ-ի Ձեզ մոտից եմ վերցրել, կարևոր չի։ Կարևորը եկեք հիմա ճիշտ։ Անվտանգության խորհրդի բանաձևեր։ Եկեք հիմա ճիշտ ձևակերպումը տանք։ Գրել եմ անվտանգության խորհրդի բանաձևեր։ Եվ այո, անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ լղիմ տարածքի մասին բառ անգամ չկա։ Կան առանձին վերցրած շրջանների մասին, որոնք պատերազմի ընթացքում հայտնվել են արդյունավետ վերահսկողության ներքո։ Եվ եթե նա չի դատապարտել լղիմ տարածքի հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվելը, այսինքն մենք կարող ենք ասել, որ այստեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համենայն դեպս 93-94 թվականներին այդտեղ որևէ դատապետելի բան չէր տեսնում։ Սա զուտ իրավական տրամաբանություն է։ Այլապես ո՞րն է տրամաբանությունը, դու դատապարտում ես, ենթադրենք
Կովսականի կամ Քարվաճարի հայկական ուժերի ինքնապաշտպան արդյունավետ վերահսկողության ներքո գտնվելը, բայց բառ անգամ չես ասում նախին լղիմ տարածքի մասին։ Սա մեկ փաստարկ։ Երկրորդ փաստարկ։ Եթե դա ապօրինի է, ապա ինչի շուրջ էինք մենք բանակցում։ Եվ եթե դա ապօրինի է, չէ՞ որ մադրիդյան սկզբունքների մեջ հստակ նշված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այս պահին հարևան պետությունը իր ուզածին հասել է։ Դեռ այն ինչը որ երազում էր, դեռ դրանից մի բան էլ ավելիին է հասել։ Բայց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է այս մադրիդյան սկզբունքներով, դեռևս չի իրագործվել։ Եվ այս պարագայում նաև կուզենայի մեկ այլ կոնցեպտից խոսել, որը միջազգային իրավական տերմին չի, բայց դրա դառնալու կես ճանապարհին է։ Remedial secession, որը մեր հարգարժան հիմնադիր նախագահը շատ ճիշտ էլ թարգմանել է անջատում հանուն փրկության։ Քանի որ սպեղանի անջատում կամ ամոքիչ անջատում հայերեն չէր հասկացվի։ Անջատում հանուն փրկության։ Դա իմաստը շատ ճիշտ թարգմանված է։ Ինչ է սա նշանակում, որ եթե որևէ էթնիկ խմբի, որը զբաղեցնում է որոշակի տարածք, սպառնում է ֆիզիկական բնաջնջում, սպառնում է ցեղասպանություն, ապա ճանաչելով այդ էթնիկ խմբի ինքնորոշման իրավունքը, միջազգային հանրությունը ըստ էության փրկում է վերջինիս բնաջնջման վտանգից։ Դա եղավ Կոսովոյի պարագայում օրինակ։ Բայց Կոսովոն չդարձավ ՄԱԿ-ի անդամ, այն պատճառով, որ ոչ բոլոր անվտանգության խորհրդի ոչ բոլոր մշտական անդամներն էին ներդաշնակ այդ գաղափարի հետ։ Մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը ոգևորված չէին այդ գաղափարով, այո։ Ես դրա համար ասացի իմ հարցազրույցի ամենասկզբում միակ դեպքը, կրկնում եմ, կարող եմ մի քանի անգամ ասել, որ առանց մայր պետության համաձայնության դուստր պետությունը դարձել է միջազգային ՄԱԿ-ի անդամ, եկեք ավելի հստակ ձևակերպենք, ոչ թե ճանաչվել է, ոչ թե որովհետև Կոսովոն էլ է 100-ից ավել երկրների կողմից ճանաչվել։ Հյուսային Կիպրոսը մի պետություն կա, որ ճանաչել է մեր հարևան Թուրքիան։ Աբխազիան մի քանի պետություններ, մասնավորապես մշտական անդամ Ռուսաստան ճանաչել է միակ պետությունը, որը առանց մայր պետության համաձայնության, տվյալ պարագայում առանց Պակիստանի համաձայնության դարձել է ՄԱԿ-ի անդամ, դա Բանգլադեշն է։ Բայց հասկանանք էլի ինչի մասին ենք խոսում։ Ռուսաստանից ավելի մեծ 160 միլիոն բնակչություն ունեցող, բնակչությամբ ավելի մեծ էլի, պետության մասին ենք մենք խոսում։ Իրեմս Բանգլադեշի։ Այլ նախադեպ չկա։ Էրիտրեան դարձավ անդամ, դժկամությամբ եղավ, թե պատերազմով եղավ, թե ինչպես եղավ, Եթովպիան համաձայնվեց։ Սուդանը դարձավ ՄԱԿ-ի վերջին անդամն է այս պահի դրությամբ, 193-րդ անդամ Հարավային Սուդանը դարձավ։ Սուդանը էլի դժկամությամբ համաձայնվեց։ Բարի, որպեսզի փակենք այս առաջին հատվածը մեր հարցազրույցի, որտեղ էլի հարց ունեմ, պարոն Հայրապետյան, այսպիսով, որն է այն բանալին, որի մասին ես սկզբում ասացի, թվում էր թե կամ դուք որ ասում եք ամեն ինչ վերջացած չէ Արցախի հարցում, եւ ես էլ ասեցի դա ոնց որ թե թվում է թե ձեր ձեռքին ինչ որ բանալի կա, որն է այդ բանալին։ Ինչը մինչև հիմա ճիշտ չենք արել, մենք հասկացանք, ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք, պետք է բերենք իրավահեն փաստարկներ եւ այդ փաստարկները ներկայացնենք միջազգային հանրությանը։ Կամ որևիցե փաստարկ, որը դուք այսօր խոսեցիք, թվարկեցիք, որը մինչ այսօր չի ներկայացված։ Մենք գիտենք, որ հրճակել է, որ սահմաններում է հրճակել, դա նորություն չէ, որ դուք ասում եք դեմոկրատական ադրբեջանական դեմոկրատական հանրապետության մաս չի եղել։ Մենք դրանց մասին անընդհատ խոսում ենք, արդյոք մենք դա տեսք չենք տվել իրավական փաստաթղթի կամ հայցի կամ չգիտեմ պահանջի կամ բանակցությունների ժամանակ փաստարկի։ Շատ լավ, ես հասկացա հարցը։ Իմ վերլուծությունը հետազոտությունը չի հավակնում գիտական նորույթ ունենալու։ Մենք գուցե դրանք այդ ամենը հանրահայտ ճշմարտություններ են։ Խնդիրն այն է, որ այդ ճշմարտությունների մասին չի խոսվել կամ ով էլ խոսել է, այդ խոսքը լրացվել է համատարած իրեդենտիստական, զգացմունքային, պատմական այդ աղմուկի մեջ, հա։ Ինչի նախ դուք չասացիք, ինչու են դրանք դուք համարում, որ դրանք աղմուկ են։ Ինչու եք համարում, որ մենք պատմական ճշմարտություններ ենք փորձում ապացուցել, քարտեզներ ենք փորձում տալ, դա չի աշխատում։ Ինչու եք դուք համարում, որ դա ավելի թույլ է։ Միջազգային հանրությունը այսօր հակված է իրավահեն փաստարկներ լսելու, համենայն դեպս դեկլարատիվ մակարդակում։ Նրանք ավելի բարձր կշիռ են տալիս իրավահեն փաստարկներին եւ ինչու։ Դրա հիմքում էլ շատ պրագմատիկ բացատրություն կա։ Նրանք ասում են, լավ, ենթադրենք սա էլ է քոնը, ինչ անենք, վերաձևենք ամբողջ աշխարհի քարտեզները։ Չէ՞ որ ինչ որ մի ժամանակ X պետությունը, X պետության մի հատվածը, օրինակ բերեմ
Տրանսիլվանիան։ Պատկանել է ոչ թե Ռումինիային, այլ Հունգարիային։ Հիմա ինչ անենք, ամբողջ աշխարհի քարտեզը վերաձևակ։ Լավ, հարցը հետևյալն է. Ադրբեջանի տարածքային ամբողջականություն կոչվածը, որ նա այդպես պաշտպանում է, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում այդ տարածքային ամբողջականության մեջ է, թե այնուամենայնիվ դա եղել է ինքնավար մարզ եւ ունի ինչ-որ այլ իրավունքներ։ Այս պահին պետք է պրագմատիկ լինել եւ հասկանալ, որ Արցախյան հակամարտության հարցում չկա այնպիսի պետություն, որ 100%-ով կիսում է մեր դիրքորոշումը, սակայն սա դեռևս չի նշանակում, որ հարցը փակված է, մենք պետք է հանձնվենք, ձեռքներս վայր դնենք, զենքներս վայր դնենք, ճակերտավոր ասած եւ այլն։ Ինչի համար է միջազգային հանրությունը այդ սկզբունքները մշակել, հա, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, այլ տարածքային ամբողջականություն սահմանների անձեռնմխելիություն եւ այլն։ Մի հատ եկեք սրա հիմքում տրամաբանությունը հասկանանք, որովհետեւ սրանք գրված խաղի կանոններ են, որոնց խախտումը հանգեցնում է կոնֆլիկտների, ինչը տնտեսապես շահավետ չէ։ Մենք խախտել ենք։ Եվ եթե մենք ոչ բանը չենք խախտել, եւ եթե մեծ պետությունների պարագայում մեծ պետությունները դա կարող են մի կերպ մարսել, պետք է առօրյա խոսակցական բառ օգտագործեմ։ Փոքր պետություններին դա ուղղակի չի ներվի։ Եվ Ադրբեջանը արդեն իսկ խախտել է։ Մինսկի մադրիդյան սկզբունքները ասվում են, որ դա պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Եվ միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքներն են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը։ Տեսեք, երբ կարելի է ուժ կիրառել։ Երբ դուք ասեք, կար որևիցե պետություն, ով մարդ թափտվեց եւ ասեց Ադրբեջան, դու խախտել ես, դա միայն մենք ենք ասում։ Մենք ենք ասում, որ դուք այդ 2-3 սկզբունքներից ամենակարևորը ուժի չկիրառումը խախտել ես։ Մենք ենք ասում, բայց նրանք, ովքեր որ գրել են այդ սկզբունքները, նրանք որևիցե պախարակում դուք տեսել եք։ Ես տեսել եմ, որ որոշ երկրների խորհրդարաններ, այո, որ դատապարտող բանաձևեր երկու կողմերին։ Օրինակ Organization of American States, դրա քարտուղարությունը բանաձևեր ընդունեց եւ այլն։ Հա, հասկանում եմ։ Մեզ համար շատ ականջահաճո հայտարարություններ ականջահաճո պետք չէ, պետք է լիներ այդ ձեր ասածը, որ նա իրավունք չուներ, շատերը ասում են այսպեսի ձևակերպում իրավունք չունեին, հա, անօրինական պատերազմ, որը թվում է թե ծիծաղելի է, բայց իրականում հասկանալի է ինչու են ասում, այս պատերազմը Ադրբեջանը անօրինական պատերազմ էր։ Դա միայն մենք ենք ասում։ Ուրեմն պետք է խնդիրը մեր մեջ տեսնենք եւ փորձենք մեր ձայնն ավելի լսելի դարձնել, ներկայացնելով իրավահեն փաստարկներ։ Իրավահեն փաստարկներ, այո, մենք չէ որ նա որևէ կերպ իրավական առումով նա չի կարող արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը։ Տեսեք, ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է, որ կարող ես ուժ կիրառել երկու դեպքում։ Երբ կա անվտանգության խորհրդի սանկցիա եւ երբ 51-րդ հոդվածի համաձայն ունես անհատական եւ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք։ Երբ քեզ վրա հարձակվել է։ Եվ կա միջազգային նախադեպ Caroline case-ը, որը ասում է, թե այն չափանիշներն են, որոնց դեպքում դա կհամարվի արդեն միջազգային սովորութային իրավունք են կնում։ Լեգալ, քո իրականացված գործողությունները, վտանգը պետք է լինի մոտալուտ, քո գործողությունները պետք է լինեն համաչափ եւ այլն։ Նույնիսկ ինքնապաշտպանության դեպքում։ Այս պարագայում ինչ ուներ ինքը, ոչ մոտալուտ վտանգ ուներ։ Ոչ իր գործողություններն էին համաչափ, բոլոր տեսակի արգելված զինամթերքը նա այնտեղ կիրառեց։ Եվ այստեղ, այո, մեր խնդիրն է հնարավորինս պրագմատիկ, հնարավորինս առանց զգացմունքների, նորմալ ընկալենք, թե մեր գործընկերները, մանավանդ նրանք, որոնք տարածաշրջանում հարց լուծող են, ինչ են մեզ ասում, ինչպիսի մտադրություններ ունեն, եւ մեր փաստարկները կամ մեր դիրքորոշումը համեմենք իրավական փաստարկներով։ Մեր դիրքորոշումը համեմենք իրավական փաստարկներով, ոչ թե իրեդենտիստական, ոչ թե զգացմունքային, ոչ թե այն ինչ որ Խրիմյան հայրիկներ ասում, լացի լեզվով կխոսեմ, այլ կոնկրետ իրավական փաստարկներով, քանի որ դա է ականջահաճո, սա այն միակ բանն է, որ վստահ կասեմ։ Համենայն դեպս դեկլարատիվ մակարդակում միջազգային հանրության առջև։ Իրենք ուզում են իրավունքի լեզվով լսեն այդ ամեն ինչը։ Իրենք չեն ուզում լսել, որ սա մեր պապական, տատական, չգիտեմ ինչ տարածքներ է։ Այսինքն մենք Արցախի իրավունքները պաշտպանելու խնդիր ունենք։ Այո, եւ մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք։ Ամեն օր ես ինքս օրինակ, ամեն մարդ թող իր կտրվածքով ասի, դիմել եմ Գյուլբենկյան հիմնադրամին
Ստացել եմ դրամաշնոր եւ հիմա աշխատության վրա եմ աշխատում Արցախի հարցը եւ միջազգային իրավունքը, փորձելով մեր դիրքորոշմանը հաղորդել իրավահեն փաստարկներ։ Ես կարծում եմ, որ որպես քաղաքացի դա կարող եմ անել։ Իրավաբանների հետ խորհրդակցում եք, թե դուք մենք մենակ եք անում, լինելով ոչ իրավաբան։ Տեսեք, իրավաբան չլինելով, ես նաև ուսումնասիրել եմ միջազգային հարաբերություններ, այդ թվում նաև միջազգային իրավունք, այո, որոշակիորեն, եւ ուսումնասիրում եմ մեծ ծավալով փաստաթղթեր եւ ակադեմիական գրականություն։ Չեմ բացառում նաև, որ անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանների հետ կարելի է խորհրդակցել եւ փոխանցման հասնել։ Եվս մեկ հարց։ Ես գիտեմ, որ նախաձեռնել եք եւ իրականացրել եք Լիխտենշտեյնի արքայազնի հեղինակած Աշխարհը երրորդ հազարամյակում գրքի թարգմանությունը։ Ինչով էր օգտակար հայ հասարակությանը այդ գրքի թարգմանությունը, ինչու եք որոշել թարգմանել։ Շնորհակալություն հարցի համար, նախաձեռնել եմ, բայց դեռ չեմ իրականացրել, դեռ թարգմանության փուլում է։ Լավ, գոնե կարդացել եք, որ համարում եք, որ պետք է թարգմանեք։ Սիրով, շատ կարևոր հարց եք տալի եւ ես կպատասխանեմ դրան։ Այն եզակի պետությունն է, համենայն դեպս իմ իմացության շրջանակներում, լինելով միկրոպետություն, Երևան քաղաքից ավելի փոքր տարածք զբաղեցնող, որ իր բաղկացուցիչ մասերին հնարավորություն է տվել իրականացնել ռեֆերենդում եւ անկախանալ կամ միանալ հարևան պետություններից մեկին, տվյալ պարագայում Ավստրիային կամ Շվեյցարիային։ Պետությունն է, որ իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը ճանաչեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքին իրավական որոշակիություն հաղորդել է, փորձել են մակում բանաձևեր անցկացնել եւ չի հաջողել։ Եվ այդ գրքի միստվար հատվածը վերաբերում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի արդյունավետ իրացման մեխանիզմներին եւ թե դա ինչ լավ հետևանքների կարող է բերել, այսինքն դա ոչ միայն նորմատիվ այնտեղ նախադասություններ են, այլև կոնսեկվենցիալիստական։ Բերեմ կոնկրետ օրինակ, արքայազնը նշում է, որ այդպիսի խնդիրներ առաջացել հենց Շվեյցարիայում։ Բեռն կանտոնում Ժուղա երկրամասում ապրում էին գերմանացի բողոքականներ եւ ֆրանսիացի կաթոլիկներ։ Ֆրանսիացի կաթոլիկները չէին ցանկանում այդ Բեռն կանտոնի կազմում մնալ։ Դրանց մի մասը համենայն դեպս։ Եվ դա արդեն բերեց բախումների, ընդհուպ մինչև զինված բախումների։ Ֆեդերալ կառավարությունը միջամտեց, տեղի ունեցավ հանրաքվե, Ժուղան դարձավ առանձին կանտոն։ Ժամանակի ընթացքում, ունենալով ժողովուրդների ինքնորոշման արդեն իրացված իրավունք, Ժուղան տնտեսապես շատ ավելի զարգացավ եւ այն համայնքները, որոնք հրաժարվել էին Ժուղա կանտոնի կազմ մտնել, նրանք էլ իրենց հերթին մի հատ նոր ռեֆերենդում արեցին, միացան Ժուղայի կազմին։ Առակը ինչ Առակը կուսուցանի, որ ես գտել եմ մի աշխատություն, որը գրել է երկրի ղեկավար, որը գրել է բացարձակ միապետ, որը ունի թեկուզի շատ փոքր երկրում շատ լայն լիազորություններ, նաև նշեմ, որ պաշտոնապես Եվրոպայի ամենահարուստ միապետն է, չնայած դա կապ չունի տվյալ պարագայում, ով մեզ հետ նույն լեզվով է խոսում, ով պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ դրանից բացի նաև տալիս է երրորդ հազարամյակի պետության տնտեսության արդյունավետ կառավարման վերաբերյալ ինքնատիպ եւ սեփական լուծումներ, որոնք արդյունավետ իրականացրել է իր միկրոպետությունում եւ հաշվի առնելով այդ ամենը եւ համակցելով մեր եւ Արցախի արցախցու շահի հետ գտել եմ, որ արժանի է որպեսի տասնյակ լեզուներով թարգմանված այդ գիրքը նաև թարգմանված լինի հայերենով, չհետապնդելով որևէ շահույթ կամ անձնական շահ։ Բարի շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այնուամենայնիվ չէ, դեռ չեմ ավարտել։ Ամփոփում ենք։ Ամփոփենք։ Ինչից պետք է սկսենք, որ ուղղությամբ տանենք Արցախի հարցի լուծումը։ Այդ դուք գրքի մասին էլ խոսեցիք, ըստ երևույթին ընդեղ էլ ինչ որ բանալի եք գտել։ Եկեք փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել այն ամենը, ինչ որ մենք ասացինք։ Եվ այսպես, ինչից սկսել։ Թղթի վրա գրված իրավունքները մադրիդյան սկզբունքների մեջ, որոնցից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Նորից բարձրացնենք այդ ամենը։ Նորից այդ ամենը բարձրացնենք եւ կարողանանք արդյունավետ կերպով համոզել, որ անջատում հանուն փրկության այդ remedial secession բանաձևը այստեղ միանգամայն տեղին է, միանգամայն կիրառելի է եւ պետք է կիրառվի։ Որպեսզի կարգավիճակ տրվի Արցախին։ Այո, որովհետեւ դա անհրաժեշտ է Արցախցու բնականon գործունեության շարունակման համար, քանի որ իր հիմնարար իրավունքներից մեկին կյանքի իրավունքին վտանգ է սպառնում։ Այնտեղ եթե չլինեն խաղաղապահները, այնտեղ էթնիկ զտումներ, էթնիկ հիմքով
Հարևան պետությունը պատրաստ է եւ դա չի էլ թաքցնում, բացահայտ իր ռետորիկան, եթե նայենք, ցեղասպանություն իրագործելու։ Այդ հայատյաց, այդ հակահայկական, հակամարտկային հայտարարությունները պետք է փորձենք օգտագործել իր շահմեզ բերելով իրավական փաստարկներ, որովհետեւ ես այն կարծիքին չեմ, ես այնքան ռոմանտիկ չեմ, որ աշխարհը պետք է իր գործերը թողնի, ընկնի մեր հետևից, որ մեզ պետք է պաշտպանի եւ այլն հանուն ինչ մարդասիրական ոչ։ Աշխարհը դա պետք է անի, քանի որ իր իսկ գրված խաղի կանոններն են խախտվում։ Քանի որ տեսեք, այսօր այստեղ է խախտվում, վաղը մյուս օր մեկ այլ ոչ խոշոր, ոչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, ընդհանրենք Ուգանդան էլ կարող է մտածի, դե եթե Ադրբեջանը մարսեց, ես էլ Տանզանիայի վրա եմ հարձակվում։ Ադրբեջանը մարսեց պատերազմի սկիզբ, ճիշտն ասած, պատերազմի սանձազերծում, այսինքն արդեն խախտեց եւ ընդունվեց դա։ Մենք միջազգային հանրությանը պետք է ներկայացնենք, որ սա սպառնալիք է համաշխարհային միջազգային հանրությանը, սա շատ վատ նախադեպ կարող է դառնալ։ Վաղը, տեսեք, էսա էլ ասեմ, վաղն էլ նույն օրինակ եմ բերում։ Նույն Ուգանդայում Իդի Ամին Դադայի նման մեկը կարող է գալ իշխանության, ինչը արդեն տեսանք։ Նա էլ ասի, ես էլ տենց տարածքային ամբողջականություն եւ այլն, ես էլ հարձակվում եմ Տանզանիայի վրա։ Այսինքն սա շատ վատ նախադեպ է։ Իրենք եթե այդ ամեն ինչը կարողանան մարսել, ավելի տեղին բառ չեմ կարող, մտքից չի գալիս որ օգտագործեմ, կուլտալ եւ չգիտեմ։ Ապա դա շատ վատ նախադեպ կարող է ստեղծվել, այսինքն աշխարհի հզորների գրած, չգրված չեմ ասում, գրված օրենքներն են իրենք խախտել։ Այսինքն մեր ձեռքին կան հաղթաթղթեր, որոնք մենք պետք է փաստարկներ, որոնք մենք պետք է գրագետ օգտագործենք։ Եվ խոսենք իրավունքի լեզվով, միջազգային իրավունքի լեզվով։ Եվ խոսենք հիմա, քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծման ճանապարհին է, չի համարվում փակված։ Այո, ամենօրյա աշխատանք է պետք տանել այս ուղղությամբ։ Շնորհակալ։ Շատ շնորհակալ եմ։ Եվ ամեն մեկս մեր կտրվածքով, մեր գործունեությամբ պետք է դա ցույց տանք, այսինքն ոչ միայն խոսենք նորմատիվ ինչ որ հայտարարություններ պետք է անել սա, պետք է անել սա, պետք է անել սա, այլ ամենքս փորձենք մեր չափով ինչ որ բան անել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլոր նրանց, ով հետևում էր մեր զրույցին, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցներ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ալբերտ Հայրապետյանը։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։